Մինչ Բեռլին մեկնելն ու Միացյալ Նահանգների հատուկ բանագնացների ու եվրոպացի պաշտոնյաների հետ հանդիպելը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է հղել եւ հայտարարել, որ Ուկրաինայի նպատակը ՆԱՏՕ-ին միանալն էր, սակայն Եվրոպան եւ Միացյալ Նահանգները չաջակցեցին այդ գաղափարին։ Դա կապահովեր իրական անվտանգության երաշխիքներ։ Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների միջև երկկողմ անվտանգության երաշխիքները, նաեւ Եվրամիության եւ այլ երկրների երաշխիքները մեզ հնարավորություն կտան կանխելու Ռուսաստանի երկրորդ հարձակումը, եւ սա արդեն փոխզիջում է, հայտարարել է Զելենսկին։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն էլ ասել է, որ տարածքների հարցն ակտիվորեն քննարկվել է դեկտեմբերի 3-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը։ Ամերիկացիները գիտեն եւ հասկանում են մեր դիրքորոշումը։ Այս հարցում փոփոխություններն անընդունելի են, ասել է նա։ Ռուսաստանի սառեցված ակտիվների բռնագրավումը հավասարազոր է պատերազմ հայտարարելուն, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Պատմությունը ցույց է տալիս, որ որևէ երկրից 200-300 միլիարդ եվրո բռնագրավելը երբեք անպատասխան չի մնում, ասել է նա։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել է անորոշ ժամանակով սառեցնել Եվրոպայում պահվող Ռուսաստանի կենտրոնական բանկի ակտիվները։ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ պատրաստ է 2026 թվականին կրկին առաջադրվել երկրի ղեկավարի պաշտոնում, եթե դա առաջարկի Ռուսաստանի նախագահը։ Ես կառաջադրվեմ, եթե նախագահն առաջարկի դա, եւ ժողովուրդն աջակցի դրան։ Բայց եթե ինձ հարցնեք, ես արդեն միջև ականջներիս ծայրը հոգնել եմ իշխանությունից եւ ժողովրդին ծառայելուց, ասել է նա։ Կադիրովը ղեկավարում է Չեչնիան 2007 թվականից։ Սիդնեյում հրեական տոնակատարության ժամանակ կրակոցներ են հնչել։ 2 տղամարդ կրակ է բացել Սիդնեյի Բոնդի լողափում, ինչի հետևանքով 15 մարդ մահացել է, այդ թվում հրաձիգներից մեկը, վիրավորվել ավելի քան 15-ը։ Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանապետը կատարվածն անվանել է ահաբեկչություն, իսկ վարչապետն էլ հայտարարել է, որ հարձակումն ուղղված է եղել Սիդնեյի հրեական համայնքի դեմ։ Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մասնակցել է իր արձանի բացման արարողությանը Հնդկաստանի Կալկաթա քաղաքում։ Արարողությունը տեղի ունեցել Սոլտ Լեյք մարզադաշտում։ Արձանը 20 մետր բարձրություն ունի եւ պատկերում է Մեսսիին ձեռքում FIFA-ի աշխարհի առաջնության գավաթը։ Ինձ համար մեծ պատիվ է այսօր մասնակցել այս միջոցառմանն, ասել է նա։ Մեսսին արձանի բացմանը հետևել է տեսակապի միջոցով։ Դա պայմանավորված է եղել անվտանգության նկատառումներով։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։